Կոչի դրվագով, այսպես կոչված, այո, միակ մեղադրյալը Սամվել Կարապետյանն է։ Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտության համար, բայց որը իդեպ ամբողջությամբ ասենք, իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է, ըստ քննչական մարմնի։ Իդեպ սա ուղղակի այն աստիճան իրավական նշանակություն չունի, բայց բոլոր դեպքերում, քանի որ հիշում եմ, նաև հրապարակային հայտարարություններ են եղել քննչական կոմիտեի նախագահի գլխավոր դատախազի կողմից, նույնիսկ Դատավոր Դադոյանի կողմից միջնորդությունը բավարարելով, կալանքը 2 ամիս երկարաձգելով, նշվել է, որ կոչի դրվագով հիմնավոր կասկածը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում։ Ես հիշում եմ, որ շատ հստակ դիրքորոշումներ էին ներկայացնում, թե ինչ հիմնավոր մեղադրանք է, չէ, կոչի դրվագը։ Հիմա նույնիսկ հայկական ժամանակի կողմից ժամեր առաջ հրապարակած, որ պետք է կալանքը երկարաձգվի 2 ամսով, այդ ամենի պայմաններում դատավորի կողմից արձանագրվել է, որ չափազանց ցածր մակարդակում է։ Որպես կանոն, երբ նման արձանագրում է արվում, իհարկե կալանքը պետք է այդ միջնորդությունը ընդհանրապես պետք է մերժվի։ Բայց այդ իրավիճակը չունեցանք։ Ես կարող եմ նաև հստակ ասել, որ այս վարույթի հետ ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ դատողություն ես նյութերի տեսանկյունից չունեմ, որ կատարեմ։ Այստեղ իսկապես կարող եմ դատողություն կատարել, որ քննչական կոմիտեի գործողություններն են։ Կարող եմ ասել, որ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումն է ըստ քննչականի։ Շատ կարևոր է դա։ Իդեպ հետարքիր հանգամանք ենք նաև հենց պարոն Վարդանյանը նշեց, իդեպ Սամվել Կարապետյանի գործը քննվում է նախկինում պեկի քննչականի կողմից։ Այսինքն դուք որ պատկերացնեք, ենթադրում եմ իրենք հաշվապահական փաստաթղթեր են նայում, մեկ էլ զուգահեռաբար կոչի դրվագ են քննում։ Դե տենց է ստացվում 53 քննիչներով։ Եվ դեռ չեն կարողանում քննել։ Կոչին ավելի լավ է ստացվում։ Պարոն Վարդանյան, ճիշտ եմ հասկանում, որ գործը չեն ապրում կամ որպեսզի կատարան գնա, հրապարակային դատից են վախենում, որ Սամվել Կարապետյանը գա դատարան։ Ես օրինակ կարծում եմ Սամվել Կարապետյանին, այո, դատարանում հրապարակավ, դռնբաց, ուղիղ եթերով հեռարձակումից, այո, իրավասու մարմինները վախենում են։ Թող հակառակը ապացուցեն, եթե դժվար չի։ Ամեն դեպքում նման գործերով ստիպված ենք երևի լինելու համանման նաև այդ վերլուծությունն է կատարենք, 4-5 ամսից ավել նախաքննություն չի տևում։ 4-5 ամսից ավել նախաքննություն չի տևում։ Ինչի է այս գործով արդեն 6 ամիս։ 53 քննիչների պայմաններում։ Այն մյուս գործերը, որ վկայակոչեցի, 3-4 քննիչներ կարողանում են 4-5 ամսում այս գործերով նախաքննության ավարտ հայտարարեն։ Ինչն է դժվարությունը։ Ես ավելացնեմ գործընկերոջս, փաստերն ու փաստարկներն այնքան շատ են մեր ձեռքի տակ, ես համարձակորեն կարող եմ ասել, որ մենք նույնիսկ եզրափակիչ ելույթներին այս պահին պատրաստ ենք։ Գործը գնա դատարան։ Այսինքն դա ավարտական փուլն է, արդեն դրան էլ ենք պատրաստ։ Մեր մոտ, բայց քննչականը դեռ ջանասիրությունն է երաշխավորում, չգիտենք, փորձագետներին հարցակննելու, գուցե մեզ էլ հերթ հասնի։ Ինչ կարծիք եք։ Սիրով։ Կամ որևէ գործ, որ այսքան դեպքում է նախաքննությունը։ Ես նման գործ չեմ լսի, ես հիշում եմ, որ հրապարակավ մշտապես խոսվում էր, որ էլ փաստաբանները, էլ մեղադրյալները եւ այլն բոլորը մեղավոր են գործերը ձգձգելու վերաբերյալ։ Հիմա պատասխանատվությամբ հայտարարում եմ ձեզ։ Մեր կողմից ներկայացվել է թվով 15 միջնորդություն երևի հանրագումարով, որով հիմնականում մշտապես կարմիր թելով գնում է այն միտքը, որ հարգելի քննչական մարմին, հարգելի դատախազություն, ավարտեք այս գործը։ Ոնց ուզում եք ավարտեք, ուզում եք կարճեք, գտնվեք իրավունքի դիրքերում, ուզում եք մի կարճեք, գտնվեք ապօրինության դիրքերում, բայց ուղարկեք դատարան, դռնբաց դատական նիստ ունենանք, որ դուք բոլորդ եւս ականատես լինեք այն ամենին, ինչ կատարվում է դատական նիստերի դահլիճում։ Իսկապես բավարար է։ Բավական է։ Թող գործը ուղարկեն դատարան, կամ գործը կարճեն։